Հոգ եմ տալի, որպեսզի մեկ զանգով մարդուն անվճար, որը որ իրեն հասնում է վիրահատեն, շնորհակալություն բժիշկներին բոլոր դեպքերում։ Սկորին եկել ամտելա մարդուտուն, մարդուն չեն տարե հիվանդանոց մինչև չեն զանգել Վարդան Ղուկասյանը զանգելա սկորը բրիգադին ասելա ախտորոշուն ինչ ասելա ես, բա խիչ ես տանեմ, բա որ չընդունեն, ասել եմ տար, թո եղել ատես դեպքեր էլ եղել։ Մարդիկ վերցրել տալ են հիվանդանոց իմացելա, որ դոգի կոնտրոլի տակա, այդ հիվանդին ընդունել են մահամերձ։ Լիքը Ասֆալտապատման հարցա էսա էնա պատվալ ջուրլս բոլորը, բայց էս ամեն ինչի հիման վրա է արվում։ Արվում է նորմատիվնայա լեքսիկա դրա հիման վրա, որովհետև այս ազգը հասկանում է կամ պիտի գլխին 10, կամ պիտի սերապես ծսնես։ Երկուսից մեկը, ուրիշ բան չի հասկանում։ Դեմոկրատիա, չգիտեմ, մարդու իրավունքների ազատություն, դե լավ բան է, բայց այդ մարդու իրավունքների ազատությունը չպիտի ազդի կողինի ազատություն վրա։ Դու պետական չինովնիկ ես, դու աշխատավարձ ես տամ, դու գործ պիտի անես։ Մարդը հիմա այսօր որևիցե մի ագարկա կարար վեկալեր Բաքվում զոհված հերոսի, ինչ են ասում դրանց, շախիդի նկար պղծեր ու Բաքվում ապրեր, տնով տեղով կծծնեին, տնով տեղով։ Էլ այդ շենքում չէր կար ապրել, այդ երկրում չէր կար ապրել տվյալ մարդը, բայց այս հասարակությունը հանդուրժում է, այս հասարակությունը շարունակում է հանդուրժել, այնքան մինչև ցավն ու չորը գալը ասում է իա տունը։ Չի կարելի։ Մի դարեք այսքան հանդուրժող, պայքարեք ձեր իրավունքների համար։ Շարունակում ենք։ Վարդան Ղուկասյան ասում է հայում է այս անում են, բա ոչ չհայույես։ Ոչ չհայույես, երբ ընդամենը մի քանի վաղ հետո Սերժ Սարգսյանի եղբոր որդի Նարեկ Սարգսյանը Գոնսալես պիտի նորից դուրս գա ազատության մեջ։ Իբր թե պատժել էին։ Սաշիկը, որին որ հելը մեն հայտարարում են Սաշիկը սենց, Սաշիկն են, չէ՞, Նիկոլ Փաշինյանը քնում զարթմես Սաշիկ Սարգսյանի անուն ազգանունը շուրթերին։ Ռոմեոն եւ Ջուլիետը այդքան Իար անուն չեն տվել, իշքան Նիկոլ Բոզիս տղեն, Սաշիկ Սարգսյանի անուն ազգանունը։ Ուրա Սաշիկ Սարգսյանը, Իսպանիա, իա համար ադխայդ, գույք էին բռնագրավը, մինչ ուրա այդ բռնագրաված գույք ուրա։ Մի հատ օրինական դատարանի վճիռ ցույց տվեք 2018 թվականից մինչև օրս, որ մի հատ գույք մեկից բռնագրավել են։ Դատախազությունը Միքայել Մերկումյանի գույքը զմատվեք գալի։ Դատախազությունը էսի գույքը Հովիկ Աբրահամյանի 56 բնակարանը, Գագիկ Բեգլարյանի 54 բնակարանները, Շուշան Պետրոսյանի 26 բնակարան։ Գրեմ, ու մեկը չի ասում, ինքեր Աննա, Ցիսկարիձեի քաց։ Չնայած կողրաչ ելթքի 2018 թվականից մինչև 24 թիվը քանի բնակարան ես բռնագրավ է Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Վլադիմիր Գասպարյան, Աշակ Հակոբյան, Հովանես Հովսեփյան, Դավիթ եւ այլն։ Այդքան տպում դնում։ Մի հատ բնակարան տակ Սաշիկի ձերից ինչ խլեցիք։ Ինչն եք խլել։ Ոչ մի բան, 0։ Խնդրեմ Գլուխը կախենա կստելա, կարա բան ասի։ Հիմա պատկեր ասեք ազգային բանը կառավարության նիստա և կառավարության նիստա վարում է Վարդան Ղուկասյանը, Նիկոլի սաստավն է, բայց վարում է Վարդան Ղուկասյանը, դեմը չէ պիտի նստածել էի դու դե, քեզ հարց եմ տալի ոտքի լկայնի, եկեղեն։ 2018 թվականից մինչև օրս քանի գույք եք բռնագրավ է, գույք Գագիկ Խաչատրյան եւ այլն, ցույց չկա։ Բոլորը դատարաններում են, այմա դրանց հերթը չհասա։ Այդ մերը քունած է դատավորին այդ հերթը չասա, որ վեգալի չագուջը խփի, մենք տնանք, որ ես մարդու գույքը բռնագրավով։ Այսպես ժողովրդին տելեն էշի տեղ, էշի։ Բարիս ամենաբուն իմաստով, 0 դատվածություն, մինչև հիմա, ատենց էլ մի հոգի մարդ նախկիներից է չդատված, նախկիները ձեր տուն ու տեղը ծծցնեն։ Ալիկանտե, Սաշիկն գացերա, փրչոտ փորը բացերա, պարկերա, Ալիկանտեյում Սաշիկը ծծցնի ձեզ։ Ալիկանտեյում, հանի դնի բերաններըտ, ասի Ալիկանտե արա, պովիա։ Արտարադատության նախարարն ուր այն, դլոն։
Ուրեմն կար Պետրոսյան Տիգրան, գրել եմ, դաժե գրել եմ։ Պետրոսյան Տիգրան նախքին քերական գլխավոր վարության աշխատակից ա եղել, ես այդ ղախպին անձամբ ճանաչում եմ։ Բանից բարձվում եմ, որ Պետրոսյան Տիգրան Սրբուհի Գալյան 2023 թվականին ԱՄՆ դեսպանատանը տեսել են, ծանոթացել են եւ գլգլ ճկլ։ Խնդրեմ, այս Սրբուհի Գալյան ես չեմ հասկանում։ Այ կնիկ դու էս ինչ եք այդ կատարվում։ Ատո տենց աչուձախ բաժաներա։ Պլյուս Ոմն Հայկ Դավթյան Սպոնսոր Սրբուհի Գալյան Մե բոզի տղա Այս Հայկ Դավթյանն էլ ունի իա ազնական սերական գաղտնիքը կա ոմն Լուսինե որ ես Հայկ Դավթյանի հետ իրար հետ քնել են հետել են ինչ են արել յանց ազնականն է բայց ես Լուսինեն սիստեմատիկաբար սպառնացել է ոմն Հայկ Դավթյանի մենք լուսանկարով բանով կտեղադրենք Այս Հայկ Դավթյանի վրա ունի կամպրամատ, լսեք, ձեզ ա վերաբերվում, սա ձեր աշխատանքն է, ես եմ անում։ Վրեն ունի կամպրամատ, երևի գլգլե է անել տվել, ինչ են ասում դրան, ռուզիկ, մասնագետ մարդ, կունիլինգուս։ Գլգլե է անել տվել, նկարել արել, ինչ արել ու ասում է, որ բանա, սիստեմատիկաբար սրա ձերից բանա տանում է, փողա տանը, միլիոնավոր դոլարնի։ Մալադեց, Լուսինե, տանıma, լավանում, մի րոպե։ Տրել ենք, մենք էլ տնենք, էսի յա, էսի յա, սա բանի նկարնան, Տիգրան Պետրոսյանի ով Սրբուհի Գալյանի հետա, պլուս սպոնսոր Հայկ Դավթյանը, պլուս Հովանես Հովսեփյան կար Սերժ Սարգսյանի վերահսկողության վարչության պետն էր, որը հիմա հետախուզման մեջ է, գտնվում է Դուբայներում, սիրելի ժողովուրդ, միլիարդ հատեր, երևի Դոդի Գագոն, այնտեղ Սամոն եւ այլն 0 են։ Կատարյալ 0 են Հովանես Հովսեփյանի դեմ, Խերժ Գագիկ Ծառուկյան։ Նիշիբրոտ։ Ու այս մարդը բացարձակապես ոչ դուրը գնացին ծեծեցին ու գույքը պիտի բռնագրավեն Սրբուհի Գալյանը։ Իսկ Սրբուհի Գալյանի նախկին ամուսինը աշխատում էր Հովանես Հովսեփյանի մոտ նաև սկեսրարը, մենք դրա մասին խոսել ենք, Ուադիտել եւ Տելախրանիցել։ Ուրեմն առել է բնակարան Անտարայինի վրա եւ Անտարայինի վրա նվեր Հայկից եւ Հովսեփյանից։ Սրբուհի Գալյան Ուրեմն ես քանի որ Սրբուհի Գալյանին տվել եմ 50 օր պաշտոնավարման հետ կապված մենք դրա հետ կապված դեռ չենք խորանում աղջիկ ջան ես սպասում եմ քո 50 օրը ոնց է թմելու ոնց է քո աշխատանքները բան թանելու խմելու ջրի հարցը բերթերում եւ այլն որոշակի հարցեր կան Դրանից է կախված մենք խորանանք, ես ուղղակի քեզ հասկացեցի, որ մենք գիտենք, մենք խորանանք սրա մեջ, թե ոչ, ի գիտություն քեզ։ Ուրեմն մենք Telegram կանալում տեղադրել էինք մի տղայի նկար, Վադիմ Հարությունյան, 17 տարեկան, Արցախից,